ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում թերևս ներկայացում է, հայտարարել է Բելարուսի նախագահ Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովում։ Շատ եմ վախենում, որ Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան դիրքորոշումը նույնպես ներկայացում է։ Վերջին տվյալները ավելի ու ավելի են հուշում այդ մասին։ Ես չէի ցանկանա դա։ Ես կցանկանայի, որ մենք այս պատերազմը պատշաճ կերպով ավարտեինք, այստեղ խաղեր չեն կարող լինել։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալեքեսիրի նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի երկրաշարժից տուժել է 19 մարդ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։ Նահանգի Սինդիրքի շրջանում ուսումնական գործընթացը 1 օրով դադարեցվել է։ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը ստորագրել են հազվագյուտ մետաղների արդյունահանման և վերամշակման համագործակցության ծրագիր։ Սպիտակ տունը հայտնել է, որ կողմերը ստորագրել են ամերիկա-ճապոնական դաշինքի նոր ոսկե դարաշրջանի ճանապարհին համաձայնագիրը։ Reuters-ի հաղորդմամբ առաջնորդների կողմից իրենց երկրների միջև հարաբերությունների նոր ոսկեդարի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև ռազմավարական ներդրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Թրամփի թեկնածությունը կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի։ Եվրամիությունը լուրջ սխալ է թույլ տալիս հրաժարվելով Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության ապագա համակարգի շուրջ։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է հայտարարել։